Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է 1 տարեկան երեխա։ Արմլու լրատվականը հայտնել է, որ երեխան ընկել է բազմաբնակարան շենքի 3-րդ հարկից։ Բժշկական կենտրոնից հայտնել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն սրտի կանգով։ Իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները, սակայն վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել։ Արձանագրվել է կենսաբանական մահ։ Օկուպացված հայկական Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատացրել է, թե իբր Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, եւ այդ աղբյուրն Ադրբեջանն է։ Մեջբերում, եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ բախվում են վառելիքի պակասի, Հայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի, եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Եթե դա չլիներ, հավանաբար այսօր Հայաստանը ստիպված կլիներ բենզին եւ դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում, ասել է Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործունեությունից։ Այս թեմային անդրադարձել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։ Նա մասնավորապես գրել է, որ Ադրբեջանի նախագահն ասել է, Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ։ Պարզվել է, որ Ժոզեփ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում։ Նարեկ Կարապետյանը նկատել է, այդ որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը։ Եվրոպական միությունը Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մեջբերում, մենք նաեւ համաձայնության են գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ, պայքարելու հիբրիդային սպառնալիքների եւ արտասահմանյան տեղեկության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են։ Մեջբերման ավարտը։ Մուլտիգրուպ կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ, նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիկները եւ թույլ տալ իրենց աշխատել։ Կոտայքի մարզում Մուլտիստոուն ընկերության աշխատակիցները պատրաստվում են գնալ քննչական կոմիտեի Կոտայքի բաժին։ Մի ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակ ընկվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարյուղին փակենք։ Բողոքի ակցիան իրականացնում նաև Երևանում։ Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի աշխատակիցները պնդում են, կապարակնքումից հետո արդեն 1 շաբաթ է անորոշ վիճակում են հայտնվել, վարկեր ունեն վճարելու, անձնական ծախսեր, սակայն հայտնի չէ, թե երբ կվերականգնվի իրենց աշխատանքը։ Սպասում են, սակայն ոչ մի պատասխան։ Ժողովրդի պահանջն է, որովհետև տնօրենին մոտենում են, տնօրենը ոչինչ չի կարողանում պատասխանել։ Ժողովրդի պահանջն է, որովհետև բոլորը վարկերի մեջ են, պետք է աշխատեն, անպայման զավոդը պետք է բացվի, որովհետև առաջինը պետք է մտածել ժողովրդի մասին, ժողովուրդը շատ վատ վիճակում է, բոլորը բանկերում խնդիրներ ունեն, բոլորը մի հոգին 3 բերան է կերակրում, եւ այս անպայման պետք է այս հարցը բարձրացվի, որտեղ 1 շաբաթ չենք աշխատում եւ պարզ չի ինչքան պետք է փակվի զավոդը։ Իմ խնդրանքն է, որպեսզի մեզ լսեն, ժողովրդին աջակցեն, ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չի։ Մենք ինչքանով ենք մեղավոր, հարկեր ունենք, վարկեր ունենք, բոլորս բանկերին պարտքենք։ Ով է մեր փոխարեն այդ մուծումներն անելու։ Ես ուզում եմ հասկանամ, բանվորը ինչ մեղք ունի այս ամեն ինչի համար։ Թող արագ լուծում տան, ընթացք տան, մենք էլ աշխատենք, անցնենք մեր սովորական աշխատանքին։ Ինչով ենք մենք մեղավոր։ Աշխատակիցները պնդում են, խնդրի ձգձգման դեպքում պատրաստ են դիմել ավելի կոշտ քայլերի։ Երևանի Արաբկիր վարչական շրջանի պոլիկլինիկաներից մեկի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Արմինե Սողոյանն ազատվել է աշխատանքից։ Facebook-յան իր էջում հայտնել է նրա դուստրը փաստաբան Տաթևիկ Սողոյանը, նշելով, որ ազատումը տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ մոր ունեցած ջերմ հանդիպումից հետո։ Ըստ դստեր 21 տարվա անբասիր աշխատանքային փորձ ունեցող բժշկուհուն ազատել են հաստիքի կրճատման հիմքով։ Նա նաև տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ բաժինը շարունակելու է գործել, սակայն այն այլևս
եւս ղեկավար չի ունենա, ինչը նրա խոսքով կխաթարի հազարավոր կանանց եւ ապագա մայրիկների սպասարկման որակը։ Պաշտոնական պարզաբանմամբ Փաշինյանի հետ վիճած կնոջ զբաղեցրած հաստիքը կրճատել են ֆինանսական սղության պատճառով, ինչը փաստաբանը որակել է ծիծաղելի։ Նա կատարվածը որակել է որպես ազատ խոսքի նկատմամբ հալածանքի դրսևորում։ Հայաստանի հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում եղանակը հանրապետությունում լինելու է փոփոխական։ Ըստ Սուրենյանի, այսօրվանից մինչև հուլիսի 15-ը Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը եւ Երևանը, որտեղ նշված օրերին ցերեկային ժամերին ստվերում կանխատեսվում է 36-ից 38 աստիճան տաքություն։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան տաք օդային հոսանքները աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ, իրենց տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին։ Հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում հուլիսի 15-ի հետ համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 4-ից 5 աստիճանով։ Մինչև հուլիսի 14-ը երկրի ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ, լորի տավուշ հատվածում անպամած է այդ փոփոխական անպամացությունը կպահպանվի, իսկ ահա հուլիսի 15-ի ուշ երեկոյան եւ հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում գիշերը եւ երեկոյան հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև վերսկսված ռազմական բախումների պատճառով Brent տեսակի նավթի աճել է ավելի քան 4%-ով, գերազանցելով բարելի դիմաց $78 շեմը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածներ է հասցրել իրանական ռազմական թիրախներին, ինչին Թեհրանն արձագանքել է հարևան արաբական երկրների ուղղությամբ արձակված հրթիռներով եւ անօդաչու սարքերով։ Անվտանգային երաշխիքների բացակայության պայմաններում այս ռազմավարական ջրուղով բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է, հասնելով օրական ընդամենը մի քանի նավի։ Շարունակական անկայունությունն ուղղակիորեն ստիպում է նավթի խոշոր գնորդներին նվազեցնել կախվածությունը մերձավոր արևելքի էներգակիրներից եւ փնտրել մատակարարման ավելի հուսալի այլընտրանքներ։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող բարերից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել առնվազն 27 մարդ, ավելի քան 60-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ողբերգությունը տեղի ունեցել կիրակի կեսգիշերին։ Թայլանդի վարչապետ Անատուն Չարնվիրակուլը դեպքի վայրից հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել կես ժամվա ընթացքում։ Ականատեսների խոսքով հրդեհը սկսվել է բեմի հատվածից, ինչին հաջորդել է ծխի արագ տարածումը։ Փրկարարները հայտնել են, որ շենքում չեն եղել հրդեհային ելքեր, զոհերի մեծ մասը հայտնաբերվել են սանհանգույցներում։ Տուժածներից 22-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Իշխանությունները հետաքննություն են սկսել հրդեհի պատճառները պարզելու համար։ Ֆրանսիայի Ֆոնտենբլո անտառում բռնկված հրդեհները արդեն այրել են ավելի քան 800 հեկտար անտառային տարածք։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավել են շուրջ 400 հրշեջներ, ինչպես նաև հատուկ տեխնիկա, այդ թվում ջրցան ինքնաթիռներ։ Երկրի իշխանությունները ստիպված են եղել տարհանել բնակիչներին եւ սահմանափակել տրանսպորտային հաղորդակցությունը։ Տեղական իշխանությունները հրդեհը որակել են որպես բացառիկ մասշտաբի եւ չափազանց վտանգավոր։ Ֆրանսիայում այս տարի արդեն այրվել է 17000 հեկտար տարածք, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Շոկի պատճառով երկրում նաև փակվել են 3 ատոմակայաններ։ Միաժամանակ հարևան Իսպանիայում եւս իրավիճակը լարված է։ Անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, 10 մարդ էլ անհետ կորած է համարվում։ Եվրոպական միության Կոպեռնիկուս ծառայության տվյալներով Եվրոպան աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը 1980-ական թվականներից ի վեր բարձրանում է միջինից 2 անգամ ավելի արագ։ Եվրոպական մի շարք երկրներում ավելի քան 10,000 մահվան դեպքեր են գրանցվել հունիսի վերջին ռեկորդային շոկի պատճառով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն մահերի ճնշող մեծամասնությունը ավելի քան 9,000 է, գրանցվել է 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ Ծայրահեղ շոկը կարող է մահվան պատճառ դառնալ, առաջացնելով ջերմային հարված կամ սրելով սրտանոթային եւ շնչառական հիվանդությունները։ Առավել խոցելի խմբում տարեցներն են։ Գիտնականները նշել են, որ հունիսի վերջին գրանցված շոկի ալիքը գործնականում անհնար կլիներ առանց մարդու գործունեության
բնությամբ պայմանավորված կլիմայական փոփոխության, որը շոկի ալիքները դարձնում է ավելի հաճախակի եւ ինտենսիվ։ Տվյալները հավաքագրվել են եվրոպական 27 երկրներից։ Մահացության հատկապես բարձր մակարդակ է գրանցվել Բելգիայում եւ Ֆրանսիայում, չափավոր Իսպանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ Իսրայելի խորհրդարանը հոկտեմբերի 27-ը պաշտոնապես հայտարարել է համապետական ընտրությունների օր։ Այս քվեարկությունը դարձել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի իշխանության պահպանման վճռորոշ փորձը։ Գործող առաջնորդը մեղադրվում է անվտանգային համակարգի փլուզման, կոռուպցիայի եւ Գազայում ձախողված պատերազմի համար։ Նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտն արդեն առաջ է անցել վարկանիշային աղյուսակներում, օգտվելով հանրային խորը հիասթափությունից։ Իշխանությունն այժմ շտապում է ընդունել դատական եւ զինվորական ծառայության վերաբերյալ վիճահարույց օրենքներ սեփական կողմնակիցներին համախմբելու նպատակով։ Փորձագետները կանխատեսում են Իսրայելի պատմության ամենալարված եւ ճակատագրական ընտրարշավը։